իհարկե։ Փաստաբանը քիչ առաջ ասաց, որ ըստ էության երբ ՀԿ է եղել, հա, ՀԿ-ի շրջանակում աշխատավարձը ստացվում, ինչի մասին է խոսքը։ Տեսեք, նախ բարև ձեզ, շնորհակալ եմ արագ արձագանքման համար, այ Ժորժ ջան, ասում անգամ անհարմար էինք առավոտվանից նորից ձեզ իրազեկենք, բայց ինչ անենք, մինչև հունիսի երևի կեսեր սենց ճանապարհ ունենք անցնելու, որովհետև տեսնում ենք, հա, նախ այս ամեն ինչը առաջին հերթին տանք որակում իրենց անունով կոչենք, սա քաղաքական միջամտություններ է, սա բնավ իրավական գործընթացներ չէ, որովհետև եթե իրավական process-ների մասին խոսքը գնար, նախ երկակի ստանդարտներ չէր կիրարկվի, հա, երկրորդ մենք արդեն ակնհայտ օրինաչափություն ենք տեսնում, որ թիրախում մեր քաղաքական ուժն է, ուժեղ Հայաստանը, 2 օր առաջ բերման էր ենթարկվել մեր երկու գործընկերուհիները եւ ծայրաստիճան անհեթեթ հիմքերով դուք ինքներդ լսեցիք անգամ այն ձայնագրությունները Գոարգումաշյանի հիմքով, հա, որ դրել էին որպես փաստական հանգամանք դատանի կողմից հանցակազմի բացակայությամբ առ-ոչինչ, այո, հիմնավոր կասկածը այդպես էլ չհաստատվեց, բայց այնուամենայնիվ վարչական հսկողություն կիրառվեց, ուզում եմ ընդգծել, որ անգամ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց այս դեպքերում տեղին չէ, բայց մենք այս իրականությունում դրանից էլ ենք, հա, ուրախանում։ Մի կարևոր արձանագրում անենք, մենք այն քաղաքական ուժն ենք, որը ծագել է մեր արժեքների պահպանումից, մեկ նախադասության հիմքով մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը ապօրինի ազատազրկվել է ու 10 ամիս է արդեն ապօրինաբար ազատազրկված է, բայց մենք տեսնում ենք, հա, որ այսօրվա դրությամբ այդ ապօրինի ազատազրկման արդյունքում բազմահազարանոց քաղաքական ուժ ենք դարձել, որը լայնամասշտաբ հանրային աջակցություն ունի, ու այդ հանրային աջակցությունը դուք տեսաք օրեր առաջ, այս միջամտությունները, այս ջղաձգումները, այդ հանրային աջակցության դրսևորման հետևանքներ է, որովհետև իշխանությունը նյութապես դրսևորված մարդկանց քանակով, մարդկանց էմոցիաներով հասկացավ, որ հանրությունը տեսնում է ու մենք ձնագնդի էֆեկտով շարունակելու ենք, ու այս միջամտությունները ավելի են նպաստում յուրաքանչյուր մեր աջակցի, համակրի, մեր գործընկերոջ, մեր շարքերից մեկուսացման նման արհեստական միջամտությունների պարագայում տասնյակներն են գալու կանգնելու իրենց տեղը, որովհետև մեր պայքարը, մեր քաղաքական ուժի, մեր հայրենակիցների պայքարն ու վրդովմունքը անկախ իրենց քաղաքական հայացքներից, հա, մարդկանց հենց այսպիսի քաղաքական միջամտությունների դեմ է։ Մենք խնդիր ունենք կայանալու որպես իրավական պետություն եւ չի կարող ընտրական խոսում են հայ ժողովրդավարությունից, իրավական պետությունից, սա է ձեր ժողովրդավարությունը, ընտրական ծիրում, երբ որ դուք վարչական ռեսուրսները շահարկելով, ամեն շաբաթ կիրակի գնում քարոզչություն եք իրական, երբ որ դուք ամբողջ օրը ես չեմ հասկանում, այդ մարդիկ երբ են ընդհանրապես աշխատում, ամբողջ օրը մեզ նվիրված ռիլեր ու տեսանյութեր են նկարում մեր քաղաքական ուժին, այդ դրան զուգահեռ իրականությունում իրավապահ մարմինների ռեսուրսը, երբ սրընթաց հանցավորությունները, հանցագործությունների տեսակները տասնապատիկ տոկոսներով ու քանակությամբ աճում են, կենտրոնացված են բացառապես ընդդիմադիր քաղաքական ուժերին ճնշելու, այս դեպքում կոնկրետ թիրախավորված են մեր ուժեղ Հայաստան կուսակցության նկատմամբ։ Առավոտվանից, եթե կարելի է մի հատ նախապատմությունն էլ ասեմ, ինչ տեղի ունեցավ, առավոտվանից ահազանգեր ենք ստանում, որ մեր Արտաշատի գրասենյակի թիմակիցները, գործընկերները եւ համակիրները բերման են ենթարկում, այնուհետև պարզ դարձավ, որ բնակարանային խուզարկություններ են տեղի ունեցել, ասեմ, որ ոչ միայն շարքերում է մեր կուսակից գործընկերուհին, կրկին կանայք են թիրախավորում ու բերման ենթարկվածների շարքերում էլ, հա, կանայք են բավականաչափ եւ նպատակը կրկին ընդգծում եմ, հեսա կտեսնենք, հա, էլի ձայնագրություններ կգնան, ենթադրելի է, հիմա չգիտեմ, փաստաբանների հետ դեռ կապի դուրս չեմ եկել, որովհետև ամենակարևոր խնդիրը մեր փաստաբանները առավոտվանից փորձում են բերման ենթարկվածներին տեղորոշել, մուտք գործել, որպեսզի մարդկանց պաշտպանության իրավունքը իրականացնեն,
փաստաբանների մուտքը խոչընդոտվել է ժամեր շարունակ։ Սա քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարք է եւ հիմա կտեսնենք, հա, ի վերջո ժամեր անց հաջողվեց նրանց մուտքը, հիմա դեռ շարունակում ենք տեղորոշել, թե արդյոք կան մարդիկ, ում մասին դեռևս տեղեկություն չունենք բերման ենթարկվածների շարքում, ու արդեն ենթադրելի է, հա, որ ժանրի կանոններով հեսա բարեգործություն արգել, կընտրակաշարք եւ այլն շարք են տվել եւ ստացել։ Ինչ է տեղի ունեցել։ Հարգելից ինչպես ասի, քանի որ ցավոք սրտի իրավապահները չեն կաշկանդվում օրենքով եւ իրավունքով ու մարդկանց պաշտպանության իրավունքը այս պայդրությամբ խոչընդոտվել է, հլ դեռ պետք է հասկանանք ինչու պատճառաբանությունը որն էր, հա, ինչու են արգելում փաստաբաններին մուտք գործել պաշտպանյալների մոտ։ Ես նկատի ունեմ հակակոռուպցիոնը նշում է, որ ընտրակաշարք են ստացել եւ տվել ձեր հակափաստարկները որոնք։ Ես հիմա ինչ հակափաստարկ բերեմ, եթե մեղադրանքին ծանոթ չեմ։ Դա էլի խնդիրը։ Մի հատ հասկանանք, ինչպիսի մեղադրանք, ինչ մեղադրանքներ են առաջադրում, ինչպիսի փաստական հիմքեր են դրանց տակ դնում, բայց այնուամենայնիվ մենք զուգահեռ երկակի ստանդարտներ իրականացնում ենք, դուք տեսաք, հա, միևնույն ժամանակ դեպքեր են արձանագրում, որ նույն քաղաքացիական պայմանագիր ուժի աջակիցները եւ թիմակիցները նմանաբնույթ բարեգործական ըստ էության գործունեությամբ են զբաղվում եւ հրապարակումներ կատարում եւ անհետևանք է դա մնում ի տարբերություն մեր քաղաքական ուժի, երբ մարդիկ ընդհանրապես շատ դեպքերում անգամ հանցակազմ արկա չէ ու գործեր են հարուցվում, այնուամենայնիվ կրկին ուզում եմ հանրությանը դիմել, հարգելի հայրենակիցներ, սրանք ընդհանրապես ժամանակավոր ցնցումներ են ու հիմնավոր ցնցումներ են, մենք պետք է թույլ չտանք, որպեսզի մեր երկրի ղեկին լինեն մարդիկ, ովքեր իրենց թույլ են տալիս նման միջամտություններ իրավունքի օրենքի չարաշահում, շրջանցում եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով իրավապահ մարմինների գործունեության խոչընդոտում ու կատվածահար անում, որովհետեւ այո, սրա արդյունքում երբ ողջ իրավապահ համակարգը ուղղորդված է ընդդիմությանը ճնշման վրա եւ քաղաքական ընդդիմախոսների խոշորացուցի տակ պահելու ուղղությամբ մեր երկրում ավելի լուրջ հանցագործություններ են տեղի ունենում ու այն իրականությունում, հա, երբ օրինակ պետբյուջեն բանակի նվազեցվում է, իսկ ներքին գործերի նախարարության կամ իրավապահ մարմիններին ավելացվում է, դրան զուգահեռ չգիտես ինչի հանցագործությունների տարբեր տեսակների աճ է գրանցվում։ Շնորհակալ եմ շատ։ Այսօր եմ հարգելի հետևորդ